հանրային հեռուստատեսության բռոկ հպայական լուսաբանումները կամ բռնաստիրքը լրատվական քաղաքականությունը ակնհայտ է աչք է զարնում, սա նորություն չէ։ Խնդրում եմ չշփոթել վարչապետի պաշտոնական այցերի լուսաբանման հետ, թեպետ այդտեղ էլ կարող են զուսպ լինել, բայց այդտեղ արդարացում ունեն, կարող են ասել, թե վարչապետը մտել է այս կեղը, ոնց չգնանք լուսաբանենք, հետո մտել է այն կեղը, հետո մտել է սպորտ դահլիճը, հետո մտել է ծաղիկների արտադրամաս, այսօրվա պատմությունն եմ օրինակի համար պատմում, հա, լուսաբանել ենք վարչապետի անցուդարձը, այսինքն այս մասով պիտի իմանանք հնուցի վեր մեզ մոտ աշխարհում գործող իշխանությունները միշտ ունեն այդ առավելությունը, այսինքն ունեն մրցակցային առավելություն, որը օրենքով հետապնդելի չէ, շատ բարդ է պաշտոնյաների այցերի լուսաբանումը սահմանափակել հանրային հեռարձակողի եթերում, մասնավորում առավել ևս, հա, կուզենք լուսաբանեն, չեն ուզի, չեն լուսաբանի, բայց երբ խոսքը կուսակցության գործունեության մասին է, այս դեպքում, այո, հանրային հեռարձակողը համահանել է եւ պարբերաբար համահանում է կողմնապահություն, կողմնակալություն դրսեւորելով, հələ բովանդակության դրական բացասական կողմերին չեմ անդրադառնում, որտեղ այդտեղ բավականին խորը վեճեր կարող են առաջանալ, հա, թե ինչու լրագրողը այսպես ասած, այնպես էլ թողնենք, քանակական իմաստով, ծավալային իմաստով, հա, ժամանակի տևողության իմաստով նախընտրական այս շրջանում բոլոր քաղաքական ուժերին հավասար վերաբերմունք չի դրսևորվում, ովքեր կոնե ելել են, երևացել են, ինքնարտահայտվել են, հայտեր են հայտարարել, ասել են, որ մասնակցելու ենք կամ չգիտեմ, դաշինքվելու ենք, համագումար ենք անում, չենք անում եւ այլն, շատ զգալի քանակական առավելություն ունի հանրային հեռարձակողի հեռուստաեթերում իշխող քաղաքական ուժը, ինչը շատ անարդար է հարկատուների նկատմամբ։ Հասարակ ժողովուրդը մեղք չունի, էլի, որ իշխող քաղաքական ուժերից ինչն է, իշխանավորների, պաշտոնյաների կառավարության նիստ այցելություններ, պաշտոնյաների ընդունելություն լուսաբանում եք, լավ եք անում, հասկացանք, հա, բայց կուսակցության գործունեությունը լուսաբանելիս պիտի լուսաբանումը իմ խոր համոզմամբ պիտի լինի համաչափ, համահավասար մնացած քաղաքական ուժերի հետ մեկ տեղ։ Ինձ համար սա անվիճելի է եւ հին համոզմունք է, ինձ տարհամոզել ես հարցում անհնար է, սա իմ մոտեցումն է, շատ ցավալի է, որ իհարկե մեր հարկերով կոնկրետ կուսակցություն է կովեր, որ մեկը ուզում է լինի, ԿՊՆ թե մեկ ուրիշն է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։